Սիրելիներ ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, շարունակում եմ տոնական, համեղ ուտեստների, խմորեղենների շարքը, իմ խոհանոցում այսպես մի քանի հատ տեսանյութ եմ նկարում, մեկը մեկի հետևից, հիմա իրիսկային պատրաստելու ամենահամեղ տորթերից մեկը, ու սա ես ընտրել եմ ամենահեշտ տարբերակներից մեկը, որ ես շուտ եմ պատրաստում ամենահամեղն ու ամենալավն է։ Օգտագործելու ենք ձու, սիրելիներ, սովորաբար 7 հատ ձու է, բայց ես 8 հատ եմ վերցրել, որովհետև շատ փոքր է ձուն, 8 հատ եմ վերցրել, դուք նայեք, շատ մեծ ձու է, 7 հատ վերցրեք, եթե ոչ 8 հատ, 180 գրամ շաքարավազ եմ վերցրել, որովհետև մեղրել ենք օգտագործելու, տնական մեղրս է, 2 ճաշի գթալ մեղր, ունենք 60 գրամ կակաո և 180 գրամ ալյուր։ Ինչ ենք անելու, ամենահեշտը, ջեռոցը նախապես միացնում ենք, որպեսզի տաք լինի, դա շատ կարևոր է, իսկ հերթականությամբ արդեն ձուն հարելու ենք շաքարավազի հետ, հետո մնացած արդեն կտեսնենք։ Երբ որ արդեն մի քիչ այսպես լավ հարված է լինում ձուն և շաքարավազը, ավելացնում ենք մեղրը, 2 ճաշի գթալ։ Շարունակում ենք մի 2 րոպե հարել։ Հիմա 1 թեյի գթալ սոդան ավելացնում ենք ալյուրի վրա, այսպես խառնում ենք ու ավելացնում ենք խմորին։ Կարող եք շատ հանգիստ հարիչով աշխատել, երբ որ ալյուրը լցնում եք, խնդիր չկա, որովհետև սա դասական բիսկվիտ չէ, կարող եք հանգիստ աշխատել։ Եվ ունենք կակաոն, դա էլ ավելացնում ենք ու խմորը պատրաստ է։ Այ տեսեք ինչ լավ խմոր է։ Սիրուն խառնում ենք։ Սիրելիներ, խմորը բաժանելու ենք 2 մասի։ Աչքաչափով եմ բաժանելու, եթե վաճառքի համար է միշտ նշել եմ։ Դուք կարող եք կշռել ճիշտ չափով, որպեսզի դուք էլ իմանաք, ես 2 մասի կբաժանեմ, աչքաչափով, սիրուն կթխենք, 180 աստիճան, իդեպ շատ արագ է թխվելու, տավայի չափը 30-40 ստանդարտ չափն է, այսքանը մոտավորապես 20-25 րոպեում թխվելու է, քանի որ ջեռոցը արդեն լավ տաք է, ճիշտ է, առաջինը միշտ մի քիչ ավելի երկար է թխում, քան երկրորդը հենց դնում շատ շուտ թխվում է։ Հետո արդեն կպատրաստենք կրեմը։ Այսպես աչքաչափով 2 մասի եմ բաժանում ու տարածում։ Իդեպ խմորի երկրորդ կեսը շատ հանգիստ պահեք սենյակային ջերմաստիճանում, մինչև կթխվի այս մյուսը, կարող է սենյակային ջերմաստիճանում շատ հանգիստ մնալ։ Վերջ, ուղարկում եմ ջեռոց, ջեռոցը լավ տաք է, 180 աստիճան, վերև ներքևը միացված, եթե հնարավորություն կա անջատեք օդափոխիչը, եթե ոչ խնդիր չկա։ Սիրելիներ, մինչև խմորը պատրաստ կլինի, բիսկվիտները մեր շերտերը պատրաստ կլինեն, կրեմն ենք պատրաստում, ամենահամեղ կրեմներից մեկն է, որ մենք հայերս շատ ենք սիրում։ Ես սովորաբար վերջերս արդեն մի քանի տարի է աշխատում եմ օգտագործել սերուցքային թեթև կրեմներ, ճիշտ է, ինքը կալորիականությամբ չի զիջում, լավ էլ բարձր կալորիականություն ունի, բայց ուտելուց ավելի թեթև ես քեզ զգում, այդքան ծանրություն չես զգում, իսկ կարագով ուխտացված կաթը դե ամենահամեղներից է, այնպես որ ունենք 250 գրամ 1 տուփ կարագ, լավ որակի կարագ ընտրեք, խնդրում եմ, որպեսզի ձեր կրեմը համեղ լինի, եթե կրեմը համեղ չլինի, բիսկվիտը ինչքան էլ լավ ստացվի համեղ լինի, ձեր տորթը համեղ չի լինելու։ Եվ ունեմ 1 տուփ էփացած խտացած կաթ, արդեն խանութից այսպես եմ ձեռք բերել, եւ վանիլին կարագը հարելու ենք, քիչ-քիչ ավելացնենք խտացած կաթը։ Իդեպ, խտացած կաթն ու կարագը պետք է ունեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի կրեմը հեշտ ստացվի, արագ ստացվի եւ չկտրվի։ Կարագը պետք է լավ հարել, հետո նոր ավելացնել խտացած կաթը։
Այսպես, այնքան լավ հարեք, որ ինքը թթվածնով օդով լցված լինի ու լավ սպիտակի։ Հիմա ավելացնում եմ վանիլին, շաքարային վանիլին է, և գթալ կավելացնեմ խտացրած կաթը։ Վերջ, հեշտ արագ 5 րոպե էլ չտևեց կրեմս պատրաստ է։ Շերտերը սառել են, նուրբ, փափուկ, ինքան լավ շերտեր ենք ստացել։ Գեղեցիկ, հիմա կրեմով պատելու ենք ու անցնենք առաջ, երկու կողմներ, երկու երեսներ գեղեցիկ կրեմ ենք քսելու։ Աչքաչափով հավասար, երևի հավասար կրեմը բաժանում ենք, տարածում ենք ու հետո երկրորդ շերտը։ Ու հետո այսպես կամ շոկոլադ, կամ ջնարակ, ես շոկոլադ եմ հալեցրել, սովորական կաթնային շոկոլադ է։ Խառախշտի գծիկներ ենք անում, հետո փայտիկով նախշեր անենք, թողնենք սառնարանում, մի քիչ կմնա, հետո կկտրենք ու կվայելենք։ Շոկոլադս վերջացնելու համար մի քիչ այսպես կտարածեմ ու փայտիկը կվերցնենք, միևնույն է էլի ինչ-որ ձև տարածում ենք, հետո որ կտրատենք, շատ սիրուն հետաքրքիր խմորեղեն է լինելու։ Վերջ, սիրելիներ, ուղարկում ենք սառնարան, ես միշտ ասեմ 2 ժամ, բայց գիտեք, շատ շուտ կտրելու ու համտեսելու ենք, հետո կհանդիպենք։ Տեսեք ինչ լավ տեսք ունի, հրաշք։ Իս ինչ համեղ է, ձգողականությունը ունի, իրիսը ոնց է ձգվում է, չէ, կոնֆետները, դա մեղրի շնորհքն է, տեսեք, սիրելիներ, հրաշք է ստացվել, փափուկ, նուրբ, շատ փափուկ է իդեպ, իսկական տոնական սեղանների համար։ Սիրելիներ, պատրաստեք, ուրախ տոներ անցկացրեք, ինձ էլ չմոռանաք անպայման, պատրաստեք, անուշ արեք, իսկ մենք տեսնում ենք հաջորդ տեսանյութին, հաջողություն բոլորին։